պատրաստել ենք այս գեղեցիկ մակով ռուլետը։ Ուրեմն մակը, կաթը և կարագը եփում ենք միասին բլենդերում անպայման և թողնում մինչև սառչի։ Այդ ընթացքում պատրաստում ենք խմորը։ Խմորի բաղադրիչները սենյակային ջերմաստիճանի, իսկ կաթը գոլ։ Պատրաստում ենք շատ փափուկ, նուրբ խմոր, մի փոքր ձեռքին կպչող, բայց հասունանալուց հետո արդեն այդ կպչունությունը կպակասի, շատ ալյուր չենք ավելացնում, որպեսզի փափուկ լինի։ Վերջում ավելացնում ենք կարագը, հարում և այսպես 1 ժամ դնում ենք տաք տեղ։ Ես դրել եմ ջեռոց 50 աստիճանի տակ, 1 ժամ հետո այսպես լավ հասունացել էր խմորը։ Խմորը մի փոքր ալյուրով կրկնակում ենք, տարածում ենք մեր մակի միջուկը և այսպես ռուլետանման փաթաթում։ Ռուլետը դահնակով մեջտեղից կիսում ենք 2 մասի և փորձում ենք գեղեցիկ այսպես հյուսքի տեսք ստանալ։ Ես առաջին անգամ եմ պատրաստում, բավականին լավ էր ստացվել։ Այսպես գեղեցիկ նաև թողնում ենք ևս 30 րոպե տակ բարձրանա խմորը։ Բարձրանալուց հետո նոր արդեն քսում ենք դեղնուցը և ուղարկում ենք ջեռոց կարմրելու։ Մինչ այդ պատրաստում ենք սիրոպով օշարակը։ Օշարակը եռալուց հետո, երբ հանենք մեր մակով ռուլետը, տաք, հենց այդպես տաք վիճակում օշարակը քսում ենք վրան։ Օշարակից հետո ռուլետը էլ ավելի գեղեցիկ և փափուկ տեսք է ունենալու և այսպես փայլելու է։ Ահա տեսեք վերջին արդյունքը, շատ համեղ է։